Շատերը կարծում են ամուսնությունը քանդվում է մեծ խնդիրներից, բայց ոչ սիրելիներս։ Բայց հաճախ այն քանդվում է փոքր բաներից, աչքերի մեջ չնայեց, շնորհակալություն չասեց, հոգնածությունը չնկատեց, ջանքը չնկատեց, ցավը չնկատեց։ Հիշում եք Հիսուս եկավ եւ ասեց. «Ծարավ է, ջուր տվեցիք, սոված եք, կերակրեցիք»։ Ու ասում ենք, ասենք Տեր, երբ արեցինք այս բանը, Հիսուսն էլ կասի իմ փոքրից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Գիտեք, մի փոքր մի բան, որ մենք անում ենք ինչ-որ մեկի համար եւ նկատենք։ Սերը պահվում է ամենափոքր բաների մեջ։ Նկատեցի, տեսա, սիրեցի։ Միթե դժվար է, հեշտ է։ Գիտեք, եթե դժվար խնդիր լիներ, միգուցե մենք ասենք, Տեր Աստված այնքան դժվար է, բայց հեշտ է, պարզապես տեսնես։ Նկատես, որ մարդը ինչ է անում, ուր էլ որ գնաս դու շնորհակալ այնտեղից դուրս կգաս, եթե մի փոքր բան տեսնես, ինչ են անում մարդիկ քեզ համար, որպեսզի քեզ լավ լինի։ Հիմա ինչպես սկսենք տեսնել մեկս մյուսին։ Ինչպես սկսենք նկատել մեկս մյուսին, որտեղ սերը եւ ուշադրությունը գալիս այդտեղից։ Ուզում եք ընտանիքում հնազանդություն եւ սեր, ուրեմն տեսեք մեկը մյուսին, նկատեք մեկը մյուսին։ Եվ այսպիսով ոնց է գալի, շատ պարզ, մի քանի կետ եմ կարդում։